Միդեղ բարի երեկո, միդեղ բարի լույս, ելի ժողովուրդ։ Ես նորից վերադարձա, այսօր նորից ապրիլի 15-ի ձայնագրություններն եմ, բայց երեկոյան եմ սա ձայնագրել, ժամը 21:20 տեղական ժամանակով։ Ուղղակի ես մի բան ինձ տեղեկացեցի, որ ստիպված էի անդրադառնալու, ասում է Հայաստանի Հանրապետության դեգիրեկով վարչապետ Բոզիտխեն հենց հայտարարել է, ով փորձում է խաթարել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, դա բանը иностранный агент, это шпионаж, արտասահմանցի агентնի։ Ես գիտեմ, որ այդ մարդը հոգեկան հիվանդ է, դա նորություն չի։ Մենք ընկել ենք, այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ դժբախտաբար հոգեկան հիվանդները գալի նստում են պաշտոնների ու ավիրում են այն գյոզալեմ երկրները, որոնք որ միջև հետ եղել են գյոզալեմ երկիր։ Մի հատ էլ հոգեկան հիվանդ մենք ունենք։ Մեկը կողես չասեմ, բոզի թաղա, դու ու քո զոմբիներն էիք, սրան, նրան սկսած եկեղեցականներից, վերջացած տարբեր քաղաքական գործիչներից, սաղին ասում ենք ռուսական ագենտ է, սովետական շպիոնի, ագենտի, այսօր հելի ասում ես ով խաթարի հայ-ռուսական հարաբերությունները, դրանից մի ժամ առաջ եմ հայտարարում ես, որ եթե Եվրոպան մեզ չընդունի, մենք իակում չենք եթա, մենք գնանք Ռուսաստան, Ես ուզում հասկանամ այդ 2-3 օրվա մեջ քո հետուքին ինչ ձև են ձեռ տվել, ու շատ լավ է ներևմա ձեռ տվել, ձեռ չէ տվել, ուրիշ բան են քսել, որ դու տենց արդեն սկսել ես քաղաքական վեկտոր փոխել, Եվրոպա չես հետ, ասում ես եթե Եվրոպան մեզ չընդունի, Եվրոպան քեզ ասել է որ պիտի ընդունի, Ես Վարդան Ղուկասյանս ես մեռ ասելով, որ Վրաստանի սխալը մի արեք, Վրաստանը 20 տարի գնաց, վերջին ֆրազ առավ եկավ հետ, նույն ճամփով ուր եք էթը, Ես Եվրոպա եմ տանում ձեզի, բայց կողմ ես Թուրքիա, ու էլի կողմ ես Թուրքիա, պրոստը հետուքիդ քսել են առնանդամով, հիմա էլ ասում ես ող խաթարի, գնում ես Սարի դեմը նստում ես, ուզում ես քեզ ուսած, посмотрите, я тоже осетрина, ասում ես ռուսական ազնագրով, իրավունք չունեն մտրությունների մասնակցել, հիմա դարել ես ինչ ասես ռուսամետ խաղեր ես տալում, Վարդան Ղուկասյանն էլ որ ասում ես մեր ամենամեծ հարևանն է, մենք իշեք այդ երկրի հետ մեր հարաբերությունները փչացնեն, քո նման բոզի տղեն փչացրեց, քո նման բոզի տղեն հելավ ամեն ինչի մեջ, ռուսն է մեղավոր, Պուտինն է մեղավոր, այն մյուս մորթուրներ ասում են, Վազգենի քուր բոզի տղեն, Դավթաժեն կանալիզացիա ջրերը պայտում են, Պուտինն է մեղավոր, երկու աղբի տղեկով ընկել եք ժողովրդի ջանին, հիմա արդեն դարել ես ինչ-որ ռուսական, հայ-ռուսական հարաբերություններ ես ուզում կարգավորել այս ընտրությունների շեմին ու քեզ թվում է, թե դե նստածները այդ կուտը պիտի ուտե գնավ, կամ որ հերի ասում եք, թե այն մեկն էլ ասում է, բանը քաղաքացիությունից հրաժարվենք, ես այն տաշիկն ասեմ, ես հրաժարվում եմ քաղաքացիությունից, լավ ես անում հրաժարվում ես, հրաժարվի, Վարդան Ղուկասյանը նախ կյանքում չի հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից, դա իգիտություն բոլորին, որովհետև դա ճիշտ չի, Եվ այսօր Հայաստանի հայ ժողովրդի գերակշիռ մասը 7 միլիոն ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, դրանցից բոլորը երկքաղաքացիներ են, բոլորը, հələ Հայաստանի Հանրապետության ներսում ապրողների 50%-ից ավելին համարյա ունի երկքաղաքացիություն, Վրաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի, տարբեր երկրներից, եւ դա փոքր ազգերի համար նորմալ է, որովհետեւ մենք փոքր ազգ ենք, աշխարհացուր ազգ ենք, եւ չի նշանակում, եթե որևիցե մեկը ունի այլ պետության քաղաքացիություն, նմանավանդ ինքն էլ հայ, ուրեմն ինքը այլևս Հայաստանում առաջադրվելու, ընտրվելու իրավունք չունի։ Էդի Ռոբիկ Սերժիկ բոզի տղեկ այդ օրենքը բերին կապին ժողովրդի ջանին, որ դրսի ժողովուրդը չկա, բայց մենք թքած ունենք այդ օրենքի վրա։ Ուզում ես կարմիր ազնագիր ունես, ուզում ես կապուտ 10 հատ ունեցի։ Եթե ժողովուրդը իակավեն տալում է քեզ, դու պիտի ընտրվես եւ կընտրվես։ Վերջացավ, եթե ժողովուրդը քո կողմից է։ Դու սագալի փողոց ու տերականգնում մի հատ ձայնի։ Ծայրահեղ դեպքում։ Իսկ եկալ էլ մարդուն ասել, գրի դու պիտի քո պասպորտը չղես կամ չհրաժարվես Սևանը, որովհետև ինչ որ մի հատ Ղարաբաղցի բոզի տղա, տենց օրենք ա գրել, խրսկել էլ այդ Ղարաբաղցի բոզի տղեն, որովհետև մենք գիտենք այս համադրությունը ո՞նց անտուն է, կեղծիքներով։ Ժողովուրդը չի գնացել եւ ձեն տվել այս համադրությանը, կեղծ է գրել, ջնջի բրցել են առաջ։ Եվ այսօր ասել, եթե դու այլ պետության քաղաքացի ես, դու հայ չես, կամ դու պակաս հայ ես, պատերազմի ժամանակ, բոլոր պատերազմների ժամանակ Հայաստանցիներից ավելի շատ
հայ ժողովրդին ֆինանսական աջակցությամբ օգնել է սփյուռքը։ Ուրիշ հարց, որ գումարները լափել են, կողել են իասկենալեկի դլոն ու ծծերի արանքը։ Այն կուլտուրական բոզի տղեկը թոլացել են, ասում են Վարդան Ղուկասյանը կփուլը տալը, բայց պիտի անի։ Մարդիկ միլիարդավոր դոլարներ ղրկեն, դու տանես կողես կնգած կամ մյուսի ծծերի արանքը, վերջում ես ես կծու չտամ, բայց պիտի անեն։ Սփյուռքի մեջ գտնվող յուրաքանչյուր ազգությամբ հայ մարդ անկախ նրանից քանի հատ պասպորտ ունի, եթե նա ունի նաև ձեռքին Հայաստանի ազգային իրավունք ունի ընտրելու եւ ընտրվելու։ Այսպիսին է Վարդան Ղուկասյանի դոկ կուսակցության դիրքորոշումը։ Հասկանում ես բոզի տղա։ Ու վերջում դու հլնում ասում ես ով հակառուսական բան, քեզից լավ հակառուսական, քեզնից, Ալոնայից, Սիսից, մյուսից, սաղին մեղադրում եք ռուսական շպիոնաժի մեջ սկսած կաթողիկոսից։ Այսօր ուզում ես ասես посмотрите, товарищи русские, я такой русалоб, հա, նրանք էլ կուտկեր են, կարող գիտես քո նման ոչխարա, այնտեղ նստածները։ Կամ դու քո գիշալով պիտի կանաս այսքան մարդու ֆրծնես։ Բնավ տղա ջան, բնավ քո ժամանակն անցել է, այն վաղ էր որ ես շկաղեց, տարբեր լարերի վրա խաղում էր, գնում էր Եվրոպա ռուսների ցեյր բողոքում, գնում էր Ռուսաստան եվրոպացիքի ցեյր բողոքում, գնում էր Ամերիկա եվրոպացիքից ու ռուսների ցեյր բողոքում։ Հիմա արդեն սա Եվրոպան արդեն կոսրելի Ամերիկայից առանձնանմա, ասում է գնացեք դուք էլ մեռն եք, ձեր նատոներ հետ է։ Ռուսաստանը վարշե թքել է վրետ, ինչ ուզում ես անես մեկա կակտեր չի տնեմ, սրանք վարշել խերտեղ չեն տնեմ, ասկնում ես։ Հիմա ինչ կուզես գնա եզդիների նոր տարի շնորհավորի, կուզես գնա, չգիտեմ, կրտերի զատիկը շնորհավորի, այդ մարդիկ հասկանում են դու ֆենոմենալ բոզի տղա ես։ Ես շատ ճիշտ նկատեցին տիկինը, որ ասեց, բայց այսքան ժամանակ ուր էիր։ Այսքան ժամանակ սա դուք ինձ հրավիրել եք, քեզ ով պիտի հրավիրեր եկեղեցի, որ գնում էիր զորով խցկվում էիր մարդկանց մեջ, այդպես զորով գնայր եզդիների նոր տարին մասնակցելի, մինչև ձեռդ ուզեմ նաև շնորհավորեմ եզդիների նոր տարին։ Ինչքան եզդի կա, սաղ ծծնեն քեզ, սաղ, բոզի տղա։ Հիմա հենց ասում է, օ բանա, խաթարում է ռուսական հարաբերություն։ Բոզի տղա, դու ռուսերեն այլոպորտից հանիր լարիշ, դու ռուսերեն լեզուն արգելեցիր սաղ տեղերը, դու ռուսներին հանեցիր շպիոն, դու ես ասում ռուսերը պիտի ստից գնալ, դու եւ Վազգենի քուրը։ Մի հատ էլ Վազգենի քուրն հայտարարում է, ես ընտրվար չապետ, ես մնացի միայնակ, իմ կողից բոլորը գնացին, ինչ ասում է, հələ այն բոզի տողն նայ, ամբողջ ռազմական ոստիկանություն գծած էր, Վազգենի քուր, Արամ Զավենովնա, մի կողմը Վովախտեր, մի կողմը Վաղարշակներ, Մավել Լուսեյաններ, օղորմացիկները կողտին, ով էր քեզի մենակ թողել, թե աթոռը հրապուրվել էր ու քեզ թվում է թե Ռոբիկը քեզի պիտի տարներով պայի, մեջումը դրեց հենց քեզ դուրս։ Թրկա հպատակ բոզի տղեն։ Ասում եմ ես մենակ էի, հիմա էլ խո մենակ չես, Նիկոլը կողոտ, բայց նա թրտես Նիկոլ բանը Նայրի Հունանյանը սաղա թե մեռել ավ։ Ինչ էլ ավախ բոլոտ գործը, բոզի տղա որ հենանասի թե ես հիմա պորտպանողներին ներել եմ, հա? Այդ ախտել էի մենակ, կամ որ Ղարաբաղը որ տավեց, ծափիկ էի տալım, որ աղբերը սաղալն էր, ինչ կաներ քեզ ծափիկ տալու համար, բոզի տղա, դարի միասա, գրետը լավ կնի կայղը, ես Տիկին Գրետային հարգում եմ, իսու Տիկին Գրետայի տղեն չես, Գրետան իմ համար որպես երկրորդ մայր է, ես նենց եմ, այդ կնոջը ընդունել և ընդունում, իսու հոգով ես բոզի տղա, Վազգենի քուր, Զավենովնա, Ինչքան խախպի տղա աստված իմ որտեղից, աղջի ռուզիկ միաս հատենան որտեղից, Չինաստանում այդքան մարդ չկա, ինչքան Հայաստանում այդքան խախպի տղա, մի հատ եմ աղր, Անես բաներ ասում, ու կողից մեկը չասում, բոզի տղասաղին դու ես, բան հանել, ռուսական ագետ, քո զոմբիներով հանդերձ, այսօր ասում է բանա, ով բանա ասում ռուսերին թեմո, ռուսերը ծծցնեն քեզ գիշեր ու ցերեկ, ախտիր, այսքանը խտրում են տարածեք, հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։